Օրիզոնի տաղավարում է քաղաքագետ Անժելա Էլիբեգովան։ Շնորհակալություն Անժելա, սա այն դեպքն է, երբ ասում են բարև տվեցի եւ մեղմացած ընկա վատ վիճակի մեջ, հա։ Ենթադրեք մի ադրբեջանցի ինձ զանգում է եւ ասում է դու կողմ ես խաղաղությանը։ Ես անկեղծորեն ասում եմ այո։ Դրանից հետո նա ասում է Արամ Աբրահամյանը ուզում է, որ մենք Ղարաբաղը ստանանք եւ այլն։ Այսինքն միացել է խաղաղության պլատֆորմին։ Այսինքն ընդհանրապես նրանց հետ չխոսել։ Գիտեք, առհասարակ ադրբեջանական մամուլի ներկայացուցիչների հետ հարցազրույցներ տալուց պետք է շատ զգոն եւ զգուշ լինել, եթե դուք որոշել եք իրենց հասարակությանը ինչ-որ բան հասցնել, ապա հետեւողական եղեք, առաջին հերթին ստիպեք, որ ձեզ ուղարկեն այն հոդվածը, որը գնալու է տպագրության եւ հաստատեն, որ այդ տեսքով, որով դուք եք խոսել, անպայման ունեցեք այդ հնարավորությունը վերահսկելու այն տեքստը, որը վերջնականորեն հայտնվելու է ադրբեջանական կայքերում, առավել եւս Հաքնազի պես կայքը, որը ակնհայտ քարոզչական կայք է, ինչպես էլ իրեն խաղաղասիրական պլատֆորմի ջատաղող չներկայացնի, հա, Ֆաթուլլայևը գլխավոր խմբագիրը, պարզ է որտեղից է ֆինանսավորվում։ Նրանք հարցազրույց չեն տալիս, նրանք պարզապես շփվում էին, որքան հասկանում են։ Հա, բայց ում հետ են շփվում, հա, ամեն դեպքում, եթե դուք հասկանում եք, որ Վահան Մարտիրոսյանը մարդ է, ով գնացել է Ադրբեջան իր ընտանիքի հետ, այնտեղից ինչ որ գործողություններ է կատարում, իր հետ շփման մեջ առհասարակ պիտի զգոն լինեք, պետք է հասկանաք, որ այդ մարդը, որը ասենք, հա, Բաքվում նստած է եւ ձեզնից ինչ որ ինֆորմացիա է փորձում ստանալ, այդ զգոնության պակասը ցավոք սրտի մեր հասարակության մեջ կա եւ վերջի շրջանում արդեն դառնում է վտանգավոր չափազանց եւ սոցցանցերում շփումների մեջ այսպես կոչված կեղծ օգտատերերի, որ հայկական անուն ազգանուններով ադրբեջանցիները բացում են եւ սկսում են ինֆորմացիա ստանալ մայրերից, որոնց երեխաները ծառայում են առաջնագծում եւ այլն։ Այսինքն այդ զգոնությունը առհասարակ շփումների մեջ։ Ես կարծում եմ, որ այս պատմությունից հետո առավել եւս պետք է լինի բարձր հասարակության մոտ։ Մեկ օրինակ չէ, մի քանի օրինակներ արդեն ցույց տվեցին, որ ադրբեջանցիները նույնիսկ իրենց քարոզչության վրա աշխատողներին, երբ ոսկեր սարեր են խոստանում, դրանք իրականում չեն իրականանում։ Խապված են այդ մարդիկ։ Իրականում այո, ցանկացած այսինքն խաղաղասիրական ծրագիր, որի մեջ դες առհասարակի սկզբանե խոստանում են ոսկեսարեր, ֆինանսավորում կլինի, լավ երկիր տեղափոխվել կլինի եւ այլն, արդեն այդ ամեն ինչից լավ հոտ չի գալիս։ Այսինքն ցանկացած գիտակից եւ կրիտիկական ընկալում ունեցող բանականություն ունեցող մարդ պետք է առաջին հերթին իրեն հարց տա, իսկ ինչ են ինձանից ուզում իրականում, տակը ինչ կա։ Այսինքն երբ որ դուք այդ հարցը ինքներդ ձեզ տալիս եք, շատ պարզ է պատասխանը, ինչ է ուզում ձեզնից Ադրբեջանի պաշտոնական քարոզչությունը։ Խաղաղասեր փողով չեն լինում, չէ՞, խաղաղասեր լինում են սկզբունքով։ Ես կարծում եմ, այո, դա այդպես է։ Մեր զրուցակիցներից, նախորդ զրուցակիցներից մեկն ասել է, որ Ադրբեջանում տնտեսական ճգնաժամ է եւ նրանք հիմա փողերը խնայում են նաեւ քարոզչության համար եւ դրա համար են այս գուցե այս ծրագրերը տապալվեն։ Համաձայն եք թե չէ։ Ինչ որ չափով այո, որովհետեւ անverջ ֆինանսավորել այդ մարդկանց, այսինքն բերել, տեղավորել Բաքվում, աշխատավարձ տալ, տան վարձ, ինչ որ սպասարկել իրենց կմահաճույքները եւ կարիքները, ինչպես տեսանք, հա, Ֆաթուլլայևի եւ Վահան Մարտիրոսյանի զրույցներից, այսինքն Սյուզաննա Ջաղինյան անընդհատ իր սոցիալական եւ կենցաղային պայմաններից այնտեղ դժգոհ էր, չգիտեմ, ֆեն չուներ, էս չուներ, վարսավերանոցի գումար չուներ, եւ Ֆաթուլլայևը անձամբ դրա մասին հաճախակի խոսում է, որ դա չափից շատ թանկ է մեր վրա նստում եւ դրա ստացած օգուտը եւ էֆեկտը ադրբեջանական կողմի համար համարժեք չի, այսինքն շատ ավելի ցածր եւ փոքր է, քան ծախսված գումարը եւ հետեւաբար ես կարծում եմ, որ նաեւ տապալվեց այդ պրոյեկտը այն պատճառով, որ ֆինանսավորումը սկզբից մեծ ակնկալիքներով ճոխ էր, հետո կամաց-կամաց գումարները վերջացան եւ պարզվեց, որ ոչ մեկ անվճար Ադրբեջանի քարոզչության համար բնականաբար աշխատել չի ուզում, նույնիսկ ադրբեջանցիները, որոնք դրա մի մաս են։ Այսինքն այդ մարդիկ խապվեցին փողի, որոշ մարդիկ փողի եւ հետո տեսան եւ փոխեցին իրենց կարծիքը։ Ես չգիտեմ, կարող է իրենց շարքերում կային մարդիկ, որոնք իսկապես հավատում էին այդ խաղաղության պլատֆորմին, չեմ կարող բոլորի անունից, հա, ասել, միգուցե ինչ-որ մեկը ֆինանսական օգուտ ուներ, միգուցե ինչ-որ մեկը իսկապես հավատում էր, որ կարելի է այդ պլատֆորմի օգնությամբ ինչ-որ բանի հասնել։ Իմ ասելիքը այն է, որ զգույշ եղեք ամեն դեպքում, երբ որ ձեզ ադրբեջանական կողմից առաջարկում են ինչ-որ, կապ չունի ինչ, եթե ձեզ առաջարկում են ադրբեջանական կողմից, 10 անգամ ձեզ հարց տվեք, ինչով եք դուք հետո դրա դեմ վճարելու։
Մեկ այլ քարոզչական ուղղություն է պատահաբար իրենց ձեռքում հայտնված քաղաքացիական անձանց, գուցե հիվանդ են, գուցե մոլորվել են, ներկայացնել որպես դիվերսանտ։ Դրա մասին է մեր հաջորդ սյուժեն։ 2010 թվականի աշնանն էր, երբ գյուղի նախիրը փնտրելիս մառախուղի պատճառով Մանվել Սարիբեկյանը ձիով պատահաբար հատել էր հայ-ադրբեջանական սահմանը ու գերի ընկել։ Նա Գեղարքունիքի մարզի Թթուջուր համայնքից էր։ Ադրբեջանում նրան միանգամից փորձեցին դիվերսանտ ներկայացնել, բայց անգամ տեսանյութից ակնհայտ էր, որ տղան ինչ-որ բանի ազդեցության տակ է։ Դրանից մեկ ամիս անց Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե իբր Մանվել Սարիբեկյանը ինքնասպան է եղել։ Այդ վարկածին ոչ ոք չհավատաց։ Եվս մեկ ամիս անց նրա մարմինը հանձնվեց կողմին։ Հայաստանում քրեական գործ հարուցվեց առանձին դաշնությամբ դիտավորյալ սպանության հատկանիշներով։ 2014 թվականի հունվարի 28-ին Ադրբեջանում դարձյալ հայտարարեցին, թե իբր հայ դիվերսանտի են մռնել։ Խոսքը 77-ամյա Մամիկոն Խոջոյանի մասին էր։ Պարզվեց, որ վերին կարմիր աղբյուրցի ծերունին որոշակի հոգեկան խնդիրներ ունի։ Ձմեռվա կեսին դույլը ձեռքին խաղող հավաքելու գնացող ծերունուն դիվերսանտ ներկայացնելուց որոշ ժամանակ անց հենց ադրբեջանցիները հերքեցին։ Մամիկոն Խոջոյանին վերադարձրին։ Նրա հարազատները նույնիսկ պնդում էին, որ նրան ինչ-որ հեղուկ են ներարկել, որի հետևանքով նրա առողջական վիճակը գնալով ծանրանում է։ Մամիկոն Խոջոյանը այդպես էլ չվերականգնվեց եւ մահացավ։ Այս դեպքից շատ չանցած վերին կարմիր աղբյուրում հայտնի դարձավ անհետ կորած մեկ այլ հայ քաղաքացու Արսեն Խոջոյանի մասին։ Ընտանի կենդանիներն արածեցնելիս հայ-ադրբեջանական սահմանն էր հատել։ Արսենին դարձյալ դիվերսանտ ներկայացրին։ Թերևս նաև Մամիկոն Խոջոյանի հետ կապված դեպքի աղմուկն էր պատճառը, որ այս անգամ մեղմ էին վերաբերվել նրա հետ։ Արսենի պատմելով ադրբեջանցիների վերաբերմունքը վատ չէր եղել, բայց առաջարկած սննդից հիմնականում հրաժարվել էր, խավարարվելով թեյ խմելով։ 2014 թվականի օգոստոսին հնգորյա ռազմական ակտիվ գործողությունների օրերին Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանը դարձյալ մոլորվել ու հայտնվել էր ադրբեջանական կողմում։ Հերթական անգամ ադրբեջանական քարոզչամեքենան հայտարարեց, թե հայ դիվերսանտի է բռնել։ Իբր նրա հետ միասին եղել է 3 հոգի, որոնք ականի վրա պայթել են։ Ավելին Կարեն Պետրոսյանին զրահաբաճկոնով ցուցադրեցին, ապա նաև իբր արգրավված զենքեր ցույց տվեցին։ Կարեն Պետրոսյանին, ինչպես նախկինում, հագցրել են ադրբեջանական համազգեստ։ Ինչ վերաբերում է զենքերին, որ հայ դիվերսանտներից են առգրավել, բայց մի զենք չկար, որ փոշոտ կամ արյունոտ լիներ, ինչպես իրենց դիվերսանտներից մեր առգրավվածների դեպքում էր։ Լրիվ մաքուր, նոր զենքեր էին։ Ավելի ուշ Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական գրասենյակը տեսանյութ հրապարակեց, թե ինչպես է Կարեն Պետրոսյանը այլ հագուստով եւ ինչպես է շփվում ադրբեջանական գյուղի բնակիչների հետ, ու գյուղի բնակիչները ինչպես թույլ չեն տալիս զինվորականներին, որ նրան տանեն։ Այսինքն այստեղ ոչ մի դիվերսանտի մասին խոսք լինել չէր կարող։ Այս օրերին խոսվում է Ադրբեջան անցած հայ քաղաքացու մասին։ Մեզ արդեն լավ հայտնի նույն սցենարով։ Ադրբեջանական կողմը անգամ տեսանյութ է հրապարակել, որում պատկերված քաղաքացիական հագուստով, բայց զինվորական բաճկոնով անձը ներկայացվում է որպես Տավուշի մարզի Դովեղ գյուղի բնակիչ Զավեն Հովանեսի Կարապետյան։ Պարզվեց, որ նա գրանցված է Վանաձորում, հոգեկան խնդիրներ ունեցող մարդ է։ Վերջին տարիներին դրանից որևէ տեղեկություն չեն ունեցել։ Ոչ միայն այս, այլև ընդհանրապես ադրբեջանական կողմում գերության մեջ հայտնվածների այս տեսանյութերում մի բան անփոփոխ է։ Իբր դիվերսանտ լինելն ապացուցող բաճկոնը, իբր խոստովանական ցուցմունքները եւ այդ հարցազրույցն իրականացնողը։ Անուն ազգանունից է։ Լավ է, Կարապետյան։ Հայրամն է։ Այս տեսանյութում այսպես ասած հարցազրույց վարողի դեմքը չենք տեսնում, բայց ձայնային համադրությունն ու նախորդ բոլոր դեպքերում արված հարցազրույցները եւ այլ հանգամանքները ուղղակի վկայում են նրա ով լինելու մասին։ Նա լրագրող ու միաժամանակ ազգային անվտանգության ծառայության աշխատակից Սոհոբետ Մամեդովն է, եւ եթե նախորդ դեպքերում ուղղակի հարցազրույցները ներկայացվում էին հաղորդման շրջանակում, այս դեպքում այն իբր օպերատիվ նկարահանում է, եւ թերևս այսպես ասած լրագրողը չի ցանկացել բացահայտել իր իրական ով լինելը։ Բայց երևի մոռացել էր այդ մասին ու հարցազրույցից որոշ ժամանակ անց Twitter-յան իր էջում հրապարակել էր այն, բայց շատ քիչ ժամանակ անց հեռացրել։ Քրիստիան Լագուլյան, Հորիզոն։ Մենք շարունակում ենք զրույցը քաղաքագետ Անժելա Էլիբեգովայի հետ։ Անժելա, ընդհանրապես միջազգային ինչ-որ նորմեր հաստատ կան, չէ՞, եթե քաղաքացիական անձը, խաղաղ բնակիչը հայտնվում է հակառակորդի տարածքում, ապա նրան ըստ երևույթին պետք է հանձնել Կարմիր խաչին, ինչ նորմեր կան եւ ինչպես են դրանք գործում։ Կարմիր խաչը արդեն դրանով ինչքան մամուլից տեղեկացած զբաղվում է։ Ես հույսով եմ, որ այդ մարդուն կկարողանան հնարավորինս արագ
տեղափոխել հայկական կողմ, որպեսզի Մամիկ Կոխոջյանի պատմությունը չկրկնվի Մամվել Սարիբեկյանի, որտեղ սարսափելի էր, երբ որ այդ հանցագործության հետ կապված քննման փաստաթղթերը, որոնք գնացին Եվրոդատարան եւ գործ հարուցվեց, երբ որ ծանոթանում ես այդ փաստաթղթերին, սարսափելի պատկեր է, թե ինչպես են այդ տղային տանջամահարել այդտեղ բանդում, բացարձակ այդ տղան բնականաբար ոչ դիվերսանտ էր եւ առհասարակ Կիրակի օրով ոչ մեկ չի գնում ադրբեջանական դպրոց պայթեցնելու, երբ որ, այսինքն եթե դու դիվերսանտ ես, դու դա անում ես, որ երեխաները գնում են դպրոց, այսինքն Կիրակի օրով դա անելը անիմաստ է, կամ նույն Կարենի պատմությունը, երբ որ ադրբեջանական մամուլը սկզբից տվեց տեսաձայնագրություններ սկսեցին հրապարակվել, թե ինչպես է ինքը մտել գյուղ, մի կնոջ բակում նստել քարի վրա, հարցուփորձ են արել մի կերպ, ով էս, ինչ էս, այդ տղան մի կերպ կարողացել է բացատրել, բերել են իրենց գյուղի չայխանայում նստացրել են, այդտեղ եւ գյուղացիները չէին ուզում շփվում էին իր հետ, այո, եւ հետո եկան արդեն ռազմական հագուստով մարդիկ, փորձեցին իրեն տանել, սկսվեց այդտեղ կոնֆլիկտ եւ գյուղացիները փորձեցին տղային պաշտպանել եւ տեղափոխել ինչ-որ կերպով հետ Հայաստան ու չհաջողվեց բնականաբար։ Այսինքն այդ սարսափելի պատկերը կրկնվում է, հա, տարեվերջի տարիների ընթացքում նույն սցենարով, երբ որ վերցնում են կամ հոգեբան ինչ-որ արատ ունեցող մարդու, կամ ուղղակի մոլորված ծեր մարդու, չհասկացող մարդու, թե որտեղ է հայտնվել շփոթության մեջ կամ վախեցած մարդու, ներկայացնում են, այսինքն զրահաբաճկոնով նկարահանում են խեղճ մարդուն, պարզ է, չէ, որ չի կարելի քննել մարդուն, որը ամբողջ էկիպիրովկան իր, այսինքն պարզ է, որ դա թատրոն է։ Բայց այնուամենայնիվ ադրբեջանական հասարակությունը դրան հավատում է եւ ինչպես մենք տեսնում ենք եւ իրենց սոցցանցերի արձագանքից եւ այլն շատ քչերն են հարցականի տակ դնում, մեծամասնությունը շարունակում է ուրախանալ, որ իրենք հերթական իբր հայկական դիվերսանտ են բռնել։ Իսկապես այդ թիրախն աշխատում է եւ ինչքան ժամկետ ունի այդ։ Ես դες ասեմ, որ ժամանակ առ ժամանակ ադրբեջանական քարոզությունը ստիպված է ինչ-որ գործողությունների գնալ, որովհետև շուտով իրենց մոտ ամսի 26-ին այդ իրենց բանակի օրն է եւ իրենց շուտ փառահեղ հաղթանակներ են պետք ցույց տալ քարոզչական դաշտում եւ այդ իրենց Ջոջուխ Մարջանլի գյուղի վերաբացման, այսինքն այդ Իլհամ Ալիևի փառահեղ սպիչերը, որ շուտով այ կլուծենք այդ խնդիրը եւ խեղճ մարդուն գալիս են ինչ-որ մոլորված մարդուն գողանում են եւ սկսում են կտանքների ենթարկել։ Այսինքն եկեք ճշտենք, ադրբեջանական քարոզչությունը հավատում է, որ օրինակ այս մարդը դիվերսանտ է։ Չէ, ադրբեջանական քարոզչությունը չի հավատում, ադրբեջանական հասարակությունը հավատում է։ Այո, ես կարծում եմ ցավոք սրտի, այո, որովհետև իրենք հայերի հետ որպես այդպեսին վիրտուալից բացի որևէ շփում չունեն, իսկ եթե իրենց հեռուստատեսությամբ մինչև օրս ցույց են տալիս Հայաստանի 90-ական թվականի կադրեր ձմեռային, երբ որ մութ է, ցուրտ է եւ պատմում են, որ այս է հայաստանյան իրականությունը, մարդիկ փողոցում սովից մահանում են, բնականաբար այդ մարդիկ կհավատան, որ սա էլ դիվերսանտ է։ Շնորհակալություն։ Քաղաքագետ Անժելա Էլիբեգովա, ժամը 23-ին հեռանկարի տաղավարում բանավիճելու են ազգային ժողովի պատգամավորներ Խոսրով Հարությունյանը եւ Միքայել Մելքոմյանը։ Իսկ այս թողարկումը կշարունակի Քրիստինեն։